Ձեզ սիրելիներս, մենք դեսել շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 8-րդ գլուխը, որտեղ ես ամեն անգամ ստիպված եմ լինում ասել, որ Մայտրեյան ինքը նկարագրում է նյութական աշխարհի առաջագործությունը նրա հոգեբանական տեսանկյունից։ Եվ մենք դեսել հիմա քննարկում ենք, թե իրականում ինչպես է տեղի ունենում ըստ արիացիների կենդանի էակի մուտքը դեպի նյութական աշխարհի մեջ։ Այսինքն, սա շատ կարևոր հարցեր են, որովհետև ուղղակի ասել կենդանի էակը ինքը դուրս վռնդվեց հոգևոր աշխարհից կամ դրախտային աշխարհից եւ եկավ նյութական աշխարհ, սա բավական չէ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ընդհանրապես ինչպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում մաքուր հոգին, երբ որ ինքը այսպես իր ընտրությունների հետևանքում, գալիս է եւ հայտնվում է նյութական աշխարհում։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք բավականին մանրակրկիտ քննարկում են այդ հարցը բոլոր տեսանկյուններից։ Եվ առաջի խնդիրը, որը իրենք առաջ են քաշում, դա նա է, որ երբ որ կենդանի էակը ինքը հայտնվում է նյութական աշխարհում, դա իրականում առաջին հերթին խոսում է նրա մասին, որ փոխվում է նրա արժեքային համակարգը։ Որպեսզի մենք հասկանանք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում այդ արժեքային համակարգի մեջ, մենք պետք է վերցնենք իրականությունը, որում հոգին ինքը ապրում էր մինչև նյութական աշխարհ գալը։ Արիացիները իրենք նկարագրում են, որ մինչև նյութական աշխարհ գալը կենդանի էակը ինքը ապրում էր հոգևոր աշխարհում, ապրում էր բացարձակ բավարարվածության տրամադրությունների մեջ եւ համապատասխան ուրեմն բան ուներ, համապատասխան վերաբերմունք ուներ։ Երբ որ ինքը նախանձի հիմքի վրա կամ Աստծո հանդեպ կամ նրա մաքուր նվիրյալների հանդեպ ուրեմն այդ զգացմունքն է ունենում, որ իրեն չի բավարարում այն դերը, որը ինքը ունի հոգևոր աշխարհում, չէ, կենդանի էակը ինքը, տեսեք, հոգեբանությունը ինքը այսպիսին է, բնականաբար կարիք է ունենում մոռանալ այն իրականությունը, որի անբաժանելի մասնիկն է ինքը։ Եվ արիացիները հենց այդպես էլ նկարագրում են։ Հիմա, այն ինչ է տեղի ունենում կենդանի էակի գիտակցության հետ, երբ որ ինքը արդեն ունի այնպիսի մի ցանկություն, որը իրականացնելու համար ինքը պիտի մոռանա իր իրականությունը։ Սա են քննարկում հիմա մեր հետ արիացիները, չէ՞, տեսեք, ասենք, ես հույսով եմ էլի, որ դուք գնահատում եք, թե ինչպիսի դրջությամբ են իրանք վերաբերվում ընդհանրապես այդ process-ներին, որպեսզի հասկանալի դառնա, թե ընդհանրապես մենք ինչի համար եւ ամենակարևորը ինչ տրանսֆորմացիաների հետևանքով ենք գալիս նյութական աշխարհ, եւ երբ որ հայտնվում ենք նյութական աշխարհում, այ առաջի կոնտակտը նյութական աշխարհի հետ կենդանի էակի բանականությունը ինքը ինչպես է այդ իր նոր գոյությունը դիմավորում։ Ուրեմն մենք տեսանք, որ առաջի գաղափարը, որը հնչեց, կայանում էր նրանում, որ կենդանի էակը ինքը մոռանում է։ Այսինքն ինքը հայտնվել է, արդեն հայտնվեց նյութական աշխարհում։ Եվ ինքը չի կարողանում հասկանալ ինքը որտեղ է։ Եվ ամենակարևորը որտեղից։ Մենք տեսանք, որ արիացիները իրենք շարում են այդպիսի գաղափար, որ թե ինքը որտեղ է, կենդանի էակը ինքը կարող է գնահատել նյութական բանականության արդեն, բայց թե ինքը որտեղից է, այդ սահմանը իր համար փակ է։ Սա այս հասկացողությունը ինքը պատասխանում է այն հարցին, ինչու մենք չենք տեսնում հոգևոր աշխարհը, ինչու մենք չենք տեսնում Աստծուն, չէ՞, տեսեք, ինչքան գրագետ, ես միշտ ասում եմ, եթե նույնիսկ Աստված չկա, նա ով որ հնարել է կամ մշակել է այս բանը, այս տեսությունը, նա հոգեբանական իմաստով ուղղակի հանճար է։
Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք, չէ, այդ կենդանիակը ինքը հիմա չկարողացավ, այսինքն արիացիները իրենք Բhagavatam-ում իրենք կամ Մահաբհարատայում կապ չունի, իրենք ցույց տվեցին, թե որտեղ է նյութական բանականության սահմանը։ Այսինքն, որ կենդանիակը ինքը կարող է նյութական բանականության միջոցով խորասուզվել նյութական աշխարհի հետազոտությունների մեջ, չէ, բայց միևնույն է իր էության, իր գոյության քոքը ինքը չի կարող ընկալել, որովհետև այդ քոքը ինքը ունի հոգևոր սկզբունք։ Հասկանում եք, եւ սա շատ ահավոր, կարևոր ուրեմն գաղափար է։ Եւ մենք տեսանք, որ ուրեմն Տեր Բրահման ինքը ընդունեց, որ ինքը ունակ չի դա անել, միայն մենք արդեն առաջներում դա նայել ենք, որ այդ պահին, երբ որ Բրահման ինքը հասավ այդ սահմանին, որտեղ որ Լոտոսը ինքը արդեն մտնում է Գերագույն Աստվածավորության պորտի մեջ, հա, այսինքն այդ կապը, աստվածայինի կապը, նյութական բանականությունը ինքը չի կարող, եւ հենց այդ պահին ինքը ձայն լսեց, որը արտասանեց երկու վանք, տապո։ Տապո խոսքը սանսկրիտ լեզվով նշանակում է ճգնություն, հա, այսինքն Տեր Բրահմային Գերագույն Աստվածավորությունը ասեց, որ այդ ճշմարտությունները իրենք չեն հասկացվում հետազոտությունների միջոցով։ Դրանց պատասխանը գտնվում է քո մեջ։ Գնա նստիր եւ այդ տապոն նշանակում է մի զբաղվիր քո զգայարանները նյութական աշխարհում բավարարելու process-ով, հա, գնա զուսպ նստի եւ սկսի մտածել դրա շուրջ։ Տեր Բրահման որպես բանական կենդանի էակ, մենք դրա մասին արդեն խոսել ենք, որ ինքը բանականության մարմնավորումն է, չէ, եւ այդ իմաստով ինքը ցույց է տալիս հենց այդ օրինակը, թե ասենք իրական բանական կենդանիակը ինքը որ փուլում իրան ինչպես է պահում։ Եվ երբ որ Բրահման ինքը լսեց այդ տապո խոսքը, չէ, ինքը անմիջապես դադարեցրեց իր հետազոտությունները, այսինքն փորձերը ճշմարտությունը հասկանալ հետազոտությունների միջոցով, այն ինչ որ համառորեն հիմա անում են գիտնականները, եթե հոգի կա, ապա ուրեմն չափել, կշռել, չգիտեմ ինչ, ասենք ինչ որ բաներ են, տվյալներ են տպվում, որ հետազոտություններ են արել եւ հայտնաբերել են, որ հոգու քաշը հնարավոր չի հայտնաբերել, որտեղ հոգին ինքը նյութական քաշ չունի, այստեղից սկսենք, հա։ Եթե նույնիսկ հաջողվել է ուրեմն գրանցել, որ մահվան պահին, հենց այդ վարքյանին, երբ որ հոգին, այսպես երբ որ ազնվորությունը ինքը արդեն մահանում է, այդտեղ իր քաշը ինչ որ մի չափով, բայց չնչին չափով փոխվում է, չէ, ապա խոսքը գնում է ոչ թե հոգու մասին, այլ նրա նուրբ կենդանեակի նուրբ նյութական մարմնի մասին։ Հոգու ոչ մի տվյալը նյութական աշխարհում հնարավոր չի ոչ հետազոտել, ոչ, չգիտեմ, կշռել, ոչ մի բան հնարավոր չի իր այդ անել։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով, որովհետև հոգին այստեղ չի։ Ինքը այստեղ է միայն իր գիտակցությամբ եւ ուրիշ ոչինչով։ Իր հավերժ հոգևոր մարմնով հոգին գտնվում է հոգևոր աշխարհում։ Եվ նյութական բանականության համար, նյութական զգայարանների համար ինքը բացարձակապես փակ է։ Միակ բանը, որը կարելի է տեսնել չհասնելով հոգևոր կատարելության, հա, նյութական աշխարհում այն միակ հոգևոր բանը դա այն կետն է, որը գտնվում է սրտի մեջ, այն կետն է, որի մեջով նույնիսկ ոչ թե կետը կներեք, այլ ծակը, այն ծակն է, որի միջոցով կենդանեակի հոգու գիտակցությունը մտնում է նյութական մարմնի մեջ, հա, եւ այդ ծակը ինքը հենց այդպես էլ երևում է, լուսավոր կետ։ Եվ իմպերսոնալիստները, երբ որ իրանք, այսինքն ոչ թե այսպես չասեմ իմպերսոնալիստները, որտեղ յոգերի մեջ էլ դա կա,
այն կենդանիակները, որոնք իրենց ուժերով են գնում, այսինքն հաղթահարում նյութական աշխարհի ազդեցությունը, հա, այդ կենդանիակները իրենք հենց առաջի հերթին հենց դա էլ տեսնում են, որ այստեղ կա մի հատ ծակ, որի մեջից լույս կա, եւ այդ լույսը ինքը տարածվում է ամբողջ մարմնով։ Դա հոգու գիտակցության այն ծակն է, որի մեջով հոգին ինքը մտնում է նյութական մարմնի մեջ։ Պարզ է, որ եթե տեսնում են ուղղակի ծակ, ասում են կենդանիակը ինքը ընդհանրապես մի հատ պուճուրիկ լույսի կտոր է եւ վերջ։ Շատ պերսոնալիստներ իրենք վիճում են իմպերսոնալիստների հետ այն տեսանկյունից, որ իմպերսոնալիստները սխալ են։ Սա արդար մոտեցում չի։ Ես ինքս պերսոնալիստ եմ, բայց միևնույն է, սա արդար մոտեցում չի իմպերսոնալիստներին, որովհետև իմպերսոնալիստները իրենք ստախոս չեն։ Իրենք տեսնում են ճշմարտությունը, հա, այսինքն իրենք տեսնում են այն, ինչը որ հնարավոր է տեսնել, երբ որ դու ներքևից բարձրանում ես դեպի վերև, հա, եւ նախասկզբնականորեն քեզ այս ամեն ինչը չեն բացատրել։ Ուրեմն ինչ են իրանք տեսնում։ Այո, իրանք տեսնում են այդ ծակը, որը երևում է որպես, այսինքն մազի հաստության, հա, նույնիսկ մազից էլ բարակ մի կետ, որը լույս է արձակում։ Հասկանում եք։ Իրանք ռեալ դա են տեսնում, եւ իրենք իրենց տեսածի մեջ ճիշտ են։ Իրանք ոչ հորինում են, ոչ խաբում են։ Այն պերսոնալիստները, որոնք իրանք դուք կարող եք ասենք ազատ մարդիկ եք, կարող եք շատ մարդկանց լսել, հիշեք խնդրում եմ սա, որ այն պերսոնալիստները, որոնք ձեզ հետ կխոսեն այդպես, որ իմպերսոնալիստները իրենք մոլորության մեջ են, որ իրենք սխալ են հասկանում բացարձակը, դա արդար եւ ճիշտ վերաբերմունք չի իմպերսոնալիստների հանդեպ։ Իմպերսոնալիստները իրենք շատ լուրջ անձնավորություններ են, հա, ինչու համար շատ լուրջ, որովհետև իրենք սեփական իմաստության գնով են ընդհանրապես առաջ գնում։ Պերսոնալիստները իրանք իմաստությունը ձեռք են բերում Գերագույն Աստծո անձնավորության ողորմածությամբ։ Չէ, տեսեք օրինակ, հիմա դուք կարող եք գնահատել այն ամեն ինչ, ինչ որ մենք հələ դեռ չնչին բան ենք, չէ՞ անցե, բայց այն ամեն ինչ, ինչ որ մենք քննարկել ենք մինչև այս պահը, չէ՞։ Դուք քանի կյանք պիտի այդ թեմաների շուրջ մտածեիք, հա, որպեսզի այն հասկացողությունը ունենայիք, որը մենք ուղղակի նստած տեղներս ձեռք ենք բերում միայն այն պատճառով, որ Վյասադևան գրանցել է այս սույն գրվածքը։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն տարբերությունը ինքը սրանում է, եւ այդ տարբերությունը ինքը իհարկե իմպերսոնալիստերին տալիս է այդ կերպարը, որ իրանք շատ լուրջ անձնավորություններ են, շատ բանական անձնավորություններ են, ինչու, որովհետև նյութական աշխարհի ամեն մի միլիմետրը, հասկանում եք, իրանք այդ ճանապարհը իրանց համար բացում են, միայն իրենց սեփական իմաստության շնորհիվ։ Եվ այդ իմաստությունը, որը գոնե մի միլիմետր իրանց թույլ է տալիս, որ իրանք առաջ գնան եւ հաղթահարեն նյութական էներգիան, այդտեղ կոպիտ ասած տոննաներով իմաստություն է պետք։ Հասկանում եք։ Եվ դա մենք պետք է հասկանանք։ Այո, իհարկե, պերսոնալիստների իմաստությունը ինքը, եթե կարելի է այդպես ասել, ինքը շատ ավելի լուրջ է, բայց ինքը ճիքերի դիմաց չի ձեռք բերված։ Հասկանում եք, ինքը պատրաստի վիճակում տրված է եւ կենդանիակին մնում է միայն լուրջ լսել Գերագույն Աստծո անձնավորությանը, չէ՞, եւ այդ իմաստությունը ձեռք բերել առանց որևիցե ճիքեր օգտագործելու։ Այն ճիքերը, որ օգտագործում են իմպերսոնալիստները։ Հասկանում եք, ուրեմն սա ինքը շատ կարևոր կետ է, չէ՞։ Հիմա եւ մենք տեսանք, չէ, որ Բրահման, որը ինքը բարձրագույն բանականության մարմնավորումն է, երբ որ ինքը այդ տապող խոսքը լսեց, ինքը բացացավ վերև անմիջապես, այսինքն եկավ եւ նստեց այնտեղ, որտեղ որ ինքը հայտնվել է։ Եվ չփորձեց այլևս, չփորձեց շարժվել, չփորձեց նայել դրսում ինչ կա։ Ինքը փակեց իր աչքերը, այսինքն փակեց
իր զգայարանների դռները ընդհանրապես ընկալել արտաքին աշխարհը, այս դեպքում արդեն նյութական, հա, եւ խորասուզվեց իր մեջ։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, որ արիացիները սա պնդում են, որ կենդանի էակը ինքը իր սրտի մեջ հայտնաբերում է Գերագույն Աստծո ազնվորության ներկայությունը, չէ, միայն այդ ներքին խորասուզվածության շնորհիվ։ Քննարկեցինք այն պայմանները, որոնք պետք է տեղի ունենան, որպեսզի կենդանի էակը ինքը կարողանա ուրեմն կարողանա առաջ գնալ, չէ՞։ Հա, եւ մենք տեսանք, որ գլխավոր գաղափարը ինքը կայանում էր նրանում, որ այդ առաջընթացը, այդ հանդիպումը կենդանեակի ինքը տեղի է ունենում ոչ թե կենդանեակի ճիքերի շնորհիվ, այլ Գերագույն Աստծո ազնվորության ողորմածության, որը ինքը այդ ողորմածությունը ցուցաբերում է մի պայմանով, երբ որ կենդանեակի սիրտը ինքը մաքրված է նվիրվածությամբ։ Ինչ է նշանակում մաքրված է նվիրվածությամբ։ Դա նշանակում է, որ այն վիճակը, որ ուներ Տեր Բրահման, այսինքն երբ որ կա այդ 100%-անոց կենտրոնացումը նրա վրա, որ ես այս պահին իմ բանականությամբ քեզանից բացի ուրիշ ոչ մի բան չեմ ուզում հասկանալ, չեմ ուզում ընկալել, չեմ ուզում իմանալ, օգտագործել, չգիտեմ ինչ անել։ Ես ուզում եմ միայն գտնել քեզ։ Սա պիտի ասի կենդանեակի իմինը բանականությունը Գերագույն Աստծո անձնավորությանը, չէ՞։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տեսնում է, որ կենդանեակը ինքը փակեց իր բոլոր զգայարանները նյութական աշխարհը ընկալելու համար, ինչու՞, որտեղ եւ թե ինքը չի փակել, ինքը ընկալում է նյութական աշխարհը, իսկ եթե զգայարանների միջոցով ինֆորմացիա գնաց դեպի ներս, հենց որ այդ ինֆորմացիան գնաց, ինֆորմացիան դիմավորում է միտքը, իսկ միտքը ինքը ցանկություններ ձևավորող է։ Եվ սա միանգամից նշանակում է, որ եթե կենդանեակը ինքը իր զգայարանների ընկալման հնարավորությունը բաց է պահում նյութական աշխարհի համար, չէ, ինքը անխուսափելիորեն ձևավորում է նյութական ցանկություններ։ Հիմա նյութական բանականությունը ինքը արժևորում է նյութական ցանկությունները։ Եվ ինքը ասում է այո, իհարկե, պլանավորի ինչպես կարող ենք մեր ցանկությունները, ասենք այդ ցանկությունները իրականացնել այս աշխարհում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն այդ process-ը ինքը սկսվում է։ Всё, դու Գերագույն Աստծո ազնվորության ասեցիր, ես ժամանակ չունեմ քո մասին մտածելու։ Ես հիմա շատ ավելի կարևոր գործով եմ զբաղված։ Ես զբաղված եմ այն գործով, որ ունեմ ինչ-որ մի հատ ցանկություն, որը եթե իրականանա, ես կկարողանամ վայելել նյութական աշխարհը այնպես, ինչպես ես ուզում եմ։ Всё, խոսակցությունը վերջացավ։ Բայց մենք տեսանք, որ այդ տապոն, որը ասեց Գերագույն Աստծո անձնավորությունը, Բրահմային, չէ, ինքը այդ դա ասեց, ինքը ասեց կենտրոնացրու ուշադրությունդ իմ վրա։ Իսկ որպեսզի դու կարողանաս դա անես, հիմա իմպերսոնալիստների համար դու պիտի գնաս մենակության մեջ, նստես եւ մտածես։ Պերսոնալիստների համար դու պիտի գնաս մենակության մեջ եւ ուսումնասիրես այն գիտելիքը, որը ես տվել եմ, որպեսզի կենդանեակները, որոնք իրենք ուզում են վերադառնալ հոգևոր աշխարհ, կարողանան դա անել։ Չէ՞։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը այդ 100%-անի նվիրվածությամբ նստեց լոտոսի ծաղիկի վրա։ Եվ արդյունքը եղավ նա, որ ինքը տեսավ Գերագույն Աստծո անձնավորությունը իր սրտի մեջ։ Որոնք են մեր այսօրվա տեքստերը։ Այս տեքստերը արդեն նկարագրում են Գերագույն Աստծո անձնավորությունը, մենք ձեզ հետ արդեն իսկ մի քանի անգամ խոսել ենք Գերագույն Աստծո անձնավորության կերպարի մասին, երկրորդ երգի մեջ, չէ, եւ հիմա նորից քննարկվում է, որ Տեր Բրահման ինքը
տեքստը հնչում է այսպես. Շիմոն Բաղավատամ 3-րդ գլուխ 23-րդ տեքստից։ Տեր Բրահման տեսավ ջրի վրա ահռելի, ուրեմն էլի սպիտակ մի բան լոժը անկողին չէ, էլի պարկելու տեղ, հա, ես ռուսերենից եմ թարգմանում, այսպես իմ բառերով էլի կթարգմանեմ, հա, որը ինքը հիշեցնում էր լոտոսի ծաղիկը, դա Անանտա Շեշայի կամ Շեշանագայի մարմինն էր, որի վրա մենության մեջ պառկած էր Գերագույն Աստծո անձնավորությունը։ Ամեն բան իր շուրջը լուսավորված էր լույսով, որը ինքը ուրեմն դուրս էր գալիս նրա Անանտա Շեշայի, ուրեմն այդ գլխի վրա դրած, տեղադրված թանկարժեք քարերից, որոնց փայլը իրենք ուրեմն բան էին անում, լուսավորում էին կամ ցրում էին այն մթությունը, որը իշխում էր շրջապատում։ Գերագույնի տրանսցենդենտալ մարմնի հիասքանչությունը ծածկում էր գեղեցկությունը կարալի սարի։ Երեկոյան կարալի սարերը իրանք հագնում են այսպես էլի չքնաղ հագուստներ, որը ուրեմն հյուսված է բանի արևմուտի երկնքի մեջ, հա, բայց այդ հագուստի ուրեմն գեղեցկությունը ինքը ուղղակի խամրեց Գերագույն Աստծո անձնավորության դեղին հագուստների շքեղության առաջ։ Կարալովի սարին ուրեմն իր գլխին կա ոսկե պիկ, հա, որը ինքը բան էլի, բայց ուրեմն այն սամացվետ է, այն թանկարժեք քարերը, որով բաներ էլի Գերագույնի գլխի զարդներ զարդարված, ինքը ուղղակի ծածկեց այդ սարի գագաթի փայլը։ Այդ սարի մարմինը ինքը ուրեմն զարդարված է պատպատապատ ջրվեժների գիրլանդաներով, խոտերով եւ ծաղիկներով, բայց իրենց գեղեցկությունը ինքը այսպես էլի ուղղակի դարձավ չնչին այդ գիգանտ Աստծո այդ գիգանտ մարմնի շքեղության առաջ։ Հաջորդ տեքստը ուրեմն այն տրանսցենդենտալ Գերագույն Աստծո անձնավորության տրանսցենդենտալ այն մարմինը, որը հնարավոր չի գրկել, էլի նիաբյատնը, ինքը զբաղեցնում էր 3 աշխարհները՝ բարձր, միջին եւ ցածր, հա, Գերագույն Աստծո անձնավորությունը, որը ինքը զարդարված էր տարբեր տեսակի զարդերով, ինքը հագած էր բաների արտակարգ գեղեցիկ հագուստ եւ ուրեմն որոնք բան էին էլի, որոնք լուսարձակում էին իրենցից հիասքանչ փայլ։ Ուրեմն մենք նորից տեսանք, չէ, որ տեքստերը իրանք խոսում են Գերագույն Աստծո անձնավորության գեղեցկության մասին։ Եվ առաջի տեքստում հնչեց մի շատ կարևոր գաղափար, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մենակ էր։ Ես իրականում, եթե նկատել եք, շատ մեծ նշանակություն եմ տալիս այս կետին։ Ներեցեք խնդրում եմ ընդմիջման համար, ինձ բավականին երկար ժամանակով շեղեցին ձայնագրումից, ես ճիշտը որ ասեմ, նույնիսկ չեմ հիշում, թե որտեղ կանգնեցինք, ուղղակի որովհետև արդեն 24 րոպե ձայնագրել էի, ստիպված
սղմեցի կանգառի վրա։ Հիմա ինչ-որ մի կետից կսկսենք և կշարունակենք մեր քննարկումը։ Ուրեմն քննարկում ենք ձեզ հետ 23-րդ տեքստը, չէ, որտեղ խոսակցությունը գնաց նրա մասին, որ Տեր Բրահման իր հոգևոր պրակտիկայի հետևանքով տեսավ Գերագույն Աստծո ազնվորությունը։ Այս նույն պնդումը մենք ձեզ հետ տեսել ենք առաջի երգում, երբ որ Նարադամունին էր պատմում, թե ինչպես Գերագույն Աստծո անձնավորության հետ հանդիպումը տեղի ունեցավ իր մոտ։ Մենք դեռ կտեսնենք, արդեն տեսել ենք, որ փաստացի բոլոր այն արիացիները, որոնք իրենք տեսնում էին Գերագույն Աստծո, հանդիպում էին Գերագույն Աստծո ազնվորության հետ, իրենք նկարագրում են իրան նույն կերպով։ Եվ դա բնական է, որովհետև օրինակ ասենք, եթե ազնվորությունը ինձ տեսել է, ինքը չի կարող ասել, չէ, որ ասենք ես շիկահեր երիտասարդ սլացիկ կին եմ։ Ոչ մեկ այդպիսի բան չի կարող իմ մասին ասել։ Այսինքն, եթե մենք հասկանում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անձնավորություն է, սա ինքնըստինքյան նշանակում է, որ ինքը ունի ֆորմա, այդ ֆորման ինքը անփոփոխ է և միակն է։ Մենք ձեզ հետ զրուցեցինք բավականին հանգամանորեն այդ մատնավորումների գաղափարի հետ կապված շուրջ, և ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կամաց լուրջ հասկացողություն կզարգացնենք, թե ընդհանրապես ինչի մասին է այդտեղ խոսքը, բայց այս պահին ուրեմն մենք ունենք տեքստ, որտեղ շատ կարևոր մի տրամադրություն կար, եթե ճիշտ եմ հիշում, ես այդ տրամադրությունը արդեն նշեցի, այդ տրամադրությունը այն է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը պառկած էր Շեշայի վրա, քնած և ոչ թե քնած, այլ կիսաքուն վիճակում, Սամաթիի մեջ, ներքին աշխարհի վրա կենտրոնացած, և ինքը մենակ էր։ Ես այս թեման բավականին մեծ նշանակություն եմ տալիս այս թեմային, որ Արարիչը ինքը մենակ պառկած է լինում, որովհետև դա իրականում նշանակում է, որ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կենտրոնանում է այդ գաղափարի վրա, թե ինչպես իրականացնի կենդանի էակի ցանկությունը ապրել առանց իրան, չէ, ինքը երբ որ հիմա ինքը պիտի գա և տա Արարչի մարմնավորումը, չէ, իսկ կենդանի էակները, դա, որոնք գալու են նյութական աշխարհ, դա այն էակներն են, որոնք իրենք ցանկություն չունեն այլևս տեսնել հոգևոր աշխարհի իրականությունը։ Եվ դա է պատճառը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ ինքը պիտի արարի նյութական աշխարհը, ինքը այդտեղ ուրեմն հանդես է գալիս որպես մենակ անձնավորություն։ Հիմա Տեր Բրահման ինքը տեսավ, հանդիպեց Գերագույն Աստծո անձնավորությանը իր սրտի մեջ, չէ՞, և այստեղ ուրեմն ինքը մտնելով մեդիտացիայի, խորը մեդիտացիայի մեջ, սա շատ կարևոր գաղափար է, ոչ թե հասկացավ, ոչ թե գիտակցեց Աստծուն կամ չգիտեմ ինչ-որ այդերը գերբնական երևույթները, չէ, այլ ինքը ուղղակի տեսավ։ Իր ներքին բանով, տեսողությամբ, չէ, ուրեմն իր առաջ կանգնեց Գերագույն Աստծո անձնավորության գերբնական մարմինը, որտեղ ինքը պառկած էր Շեշայի վրա։ Խոսացվեց նրա մասին, որ Շեշանական, այսինքն դա մեծ ահռելի չափսերի օձ է, որի վրա, որ այսպես փաթաթված է, և Արարիչը ինքը պառկած է վրան։ Մենք ձեզ հետ մի քանի անգամ խոսել ենք դրա մասին, որ արիացիները իրենք շատ հետաքրքիր տեղ են տալիս ընդհանրապես օձերին, կարող ենք ուղղակի տեսնել, որ սովորաբար աշխարհիկ գիտնականները իրենք այդ երևույթը քննարկում են այդպես, որ ամեն մի ժողովուրդ ինքը այս թեմայով
միշտ նկարագրել է, ինչ-որ կարևոր ֆունկցիաներ է տվել այն կենդանիներին, որոնք բնակվում են այն տարածքում, որտեղ որ բնակվում է այդ ժողովուրդը։ Հանրահայտ է, որ ուրեմն Հնդկաստանում ապրում են փղերը, ապրում են առյուծները, ապրում են օձերը, հա, եւ մենք տեսնում ենք, որ իրանք, ասենք, շատ մեծ, իրանք այդ կենդանիներին են թվարկում։ Ինչպես օրինակ կարող եք տեսնել, որ արիացիները իրենք ասում են, որ հողը իր վրա պահում են փղերը, հույները իրենք ասում են, որ հողը պահում են դելֆինները, չէ՞, այսինքն ամեն մեկը ինչ որ այնպիսի կենդանու մասին է խոսքը, որ բան է, բայց մյուս կողմից մենք պիտի հասկանանք, չէ՞, որ օրինակ ասենք պատկերացնենք, վերցնենք, ասենք հույների օրինակը։ Հա, ասենք ազնվորությունը ինքը ծովի մեջ տեսնում է, հիմա այսպես էլի, մոլորակը պահելու համար շատ մի փոքրիկ ձկնիկ եւ ինչպես կարող էր իր մտքով անցնել ընդհանրապես, որ ուրեմն դելֆինն է պահում, կամ ասենք եթե նույնիսկ փիղը ինքը մարդուց բավականին խոշոր կենդանի է, չէ՞ որ բացարձակապես, եթե նույնիսկ մարդը ինքը դեռ չգիտի, որ հողը դա մոլորակ է, որ այն կլոր է, թեկուզ դա էլ չէ, հիմա կասկածի տակ դրվում, ասենք եւ այլն, խնդրահարույց ինչ որ խնդիրներ են, այդտեղ հիմա չխորանանք, բայց ասենք, որ հողը կա, եւ ինքը տեսնում է փղին, որը ընդամենը ասենք մի 3-4 անգամ իրանից ավելի մեծ է, հա, ասենք լավ, թող լինի 10 անգամ է մեծ, հասկանում եք, բայց այնքան մեծ չի, որ մարդու մտքով անցնի պնդել, որ հողը պահում են փղերը։ Ուրեմն ինչ որ բան պիտի հասկանանք այստեղ, չէ՞։ Հիմա տեսեք սիրելիներս, ուրեմն արիացիները իրանք մեծ նշանակություն են տալիս օձին, ինչ որտեղ օձը քննարկվում է որպես նախանձի մարմնավորում, հա, թունավոր օձը, ինչ որտեղ օձերը նկարագրվում են որպես իմաստության սիմվոլներ։ Շեշանագան, որի վրա պառկած է անարիչը, ինքը իհարկե մենք այդ կերպարը արդեն ձեզ հետ քննարկել ենք, չէ՞, որ որ գերագույն աստծո անձնավորությունը ինքը այդ օձը ինքը այսպես պառկած է իր վրա եւ օձը իր բոլոր 1000 գլուխներով այսպես կարելի ասել խոնարհված Աստծուն, մշտական Աստծուն հնարավորությունները, նրա պոտենցիալները գովերքող տեքստեր է խոսում։ Ուրեմն եւ դա իրականում այդ բանի մասին այդ դա է, էլի որ օձը ինքը գտնվում է բացարձակ նվիրվածության դիրքում, ուրեմն մենք տեսնում ենք, որ հետագայում օձը հայտնվում է Էդեմում որպես գայթակղող կենդանիակ, չէ՞։ Օձի հետ կապված շատ հետաքրքիր խոսակցություններ կան, մենք ժամանակի ընթացքում այնպիսի տեղեր են լինելու, որ հերոսներ ենք ունենալու, նրանց հետ կապված ինչ-որ սիտուացիաներ այնտեղ կխոսենք, չէ՞։ Ուրեմն այստեղ տեքստը ինքը համեմատություն արեց գերագույն աստծո անձնավորությանը Կարալովի սարի հետ։ Հիմա տեսեք, ասենք, չէ՞, նկարագրվում է աստծո հետ հանդիպումը։ Եվ այդ որ տեքստում հիմա Մայտրեյան ինքը համեմատում է գերագույն աստծո անձնավորությանը, ուրեմն իրականում բնության մեջ տեղի ունեցող ինչ-որ մի երևույթի հետ, սարի հետ, հա, ուրեմն սա ինքը պատահական չի, հա, որովհետև այստեղ Մայտրեյան ինքը ուզում է հասնի այն էֆեկտին, որ անձնավորությունը ինքը գիտակցի, որ նյութական աշխարհում ինչպիսի գեղեցկություն էլ ուզում է արտահայտված լինի, չկա այնպիսի օբյեկտ, որը կարող է, չգիտեմ էլի, այն 0.0001%-ով մոտիկ լինել ընդհանրապես այն գեղեցկությանը եւ այն շքեղությանը, որին տիրապետում է գերագույն աստծո անձնավորությունը։
նկարել Աստծուն հրաժարվածի շորերով, պատկերացնել իրեն հրաժարվածի շորերով, կնշանակեր բավականին ողորմելի դարձնել նրա կերպարը, հասկանում եք, չէ՞, ուրեմն այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ այո, նյութական աշխարհում կան շատ եւ շատ արտակարգ ճաշակով, ես նույնիսկ կարող եմ ասել, որ նայելով թե նյութական աշխարհում ինչպիսի կենդանիակներ կան, այդ կենդանիակները իրենք ինչպիսի տեսք ունեն, ինչպես են զարդարված եւ այլն, չէ՞, այ կարելի է ընկալել Գերագույն Աստծո անձնավորության ճաշակը, թե ինքը ինչպիսի բարձր ճաշակով անձնավորություն է, չէ՞, ասենք ծաղիկները, կենդանիները, չէ՞, կարող եք ասել հատկապես թռչունները, հատկապես ձկները, այնտեղ այնպիսի գեղեցկություն կա, որ ուղղակի շունչդ կտրվում է, երբ որ նայում ես թե այդ գեղեցկությանը եւ այն անսպասելի համադրությունները, որոնք իրենք կան բնության մեջ, չէ՞, բայց մենք պետք է հասկանանք, որ ինչպիսի շքեղություն էլ ուզում է լինի նյութական աշխարհում, դա ընդամենը այսպես էլի շատ թույլ բանն է, արտացոլումն է Գերագույն Աստծո անձնավորության, շքեղության եւ գեղեցկության, հա, այսինքն որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այսպես էլի աննկարագրելի ավելի գեղեցիկ է, քան որևիցե մի օբյեկտ նյութական աշխարհի։ Սա է այն տպավորությունը, որը անմիջապես մնում է ցանկացած այն անձնավորության մեջ, ով տեսնում է Գերագույն Աստծո անձնավորությանը։ Ուրեմն, ինչ վերաբերվում է, ասենք ցանկացած օբյեկտ, որը մենք տեսնում ենք կամ ընկալում ենք, մենք արդեն սովորություն ենք դարձրել այդ տեսանկյունից նույնպես նայել տեքստերը, չէ՞, ուրեմն ցանկացած այդպիսի օբյեկտ ինքը անկախ մեզանից, երբ որ մենք կարդում ենք այդպիսի նկարագրերը, իրենք ինչ-որ մի տպավորություն են թողնում մեր հոգեբանության վրա, չէ՞, ուրեմն Տեր Բրահման, չէ, ինքը ինչ արեց, ինքը կենտրոնացավ, մենք կենտրոնացման կարևորության մասին խոսեցինք, ինքը կենտրոնացավ թեմայի վրա, չէ, եւ ուրեմն ինքը այնպես կենտրոնացավ, չէ, որ ինքը դուրս եկավ իր ներքին այդ դիալոգի, այդ ներքին խոսակցություններից, չէ, մտքի ինքը իր հետ, այսինքն կարելի է ասել ներքին աղմուկից, որը մշտական կա այն էակների մեջը, որոնք իրանք ապրում են հատկապես տգիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ եւ առաքինության գոյավիճակի մեջ նույնպես տարբեր ձևով, բայց ինքը այդ ներքին դիալոգը ինքը միշտ կա, չէ՞։ Իսկ հիմա, ուրեմն, այդ ներքին լռությանը հասնելու հաշվին Տեր Բրահման ինքը տեսնում է ամենամաքուր ազնվորությանը, հա, եւ այդ ամենամաքուր ազնվորության նկարագիրը, չէ, ինքը շատ յուրահատուկ ազդեցություն է թողնում գիտակցության վրա, հա, տեսեք հիմա, երբ որ խոսացվում է օրինակ Շեշայի, այսինքն այդ օծի մասին, չէ, որ ինքը այդպես գլուխները խոնարհած, բան է անում, գովերգում է Գերագույն Աստծո ազնվորությանը, ամեն մարդու գիտակցության մեջ օծը նստած է որպես թունավոր եւ վտանգավոր կենդանի էակ, չէ, իսկ այստեղ օծը ներկայացվում է որպես մի անձնավորություն, որը ինքը խոնարհվում է եւ գովերգում է Աստծուն, տեսեք, ռուսերեն это называется разрыв шаблона, այսինքն կոտրվում է մեր պատկերացումը, չէ, եւ մենք այստեղ հասկանում ենք, որ նույնիսկ ամենաթունավոր կենդանի էակը, չէ, ինքը խոնարհվում է Գերագույն Աստծո անձնավորության հմայքի, նրա վեհության, նրա բարձունքի առաջ, առանց ոչ մի տեսակ նախանձի ընդհանրապես, չէ։ Եվ ուրեմն սա ինքը շատ կարևոր կետ է, ենթագիտակցորեն տեքստը ինքը այդպես է ազդում
մեր վրա, հա։ Երբ որ խոսքը գնում է ուրեմն բանելի գերագույն Աստծո աստավորության մարմնի գեղեցկության եւ շքեղության մասին, մենք դեռ շատ ենք տեսնելու, որ արիացիները իրենք այսպես մանրամասը նկարագրում են գերագույն Աստծո աստավորությանը արտաքինը, չէ, ինչու, ասենք շատ կարևոր է, որ դա հենց անում են առաջի հերթին տղամարդիկ։ Մենք հասկանում ենք, չէ, որ քրոնականության մեջ ոչ թե միայն դարեր, հազարամյակներ շարունակ կանանց ձայնը եղել է կողպեկի տակ։ Կանայք ընդհանրապես նույնիսկ չեն պատկերացրել, որ իրենք կարող են իրենց թույլ տալ քննարկել աստվածային թեմաները։ Այն, որ հիմա ես եմ այսպես Աստծո ողորմածությամբ հանգիստ նստած խոսում ձեզ հետ այդ թեմաներով, այն, որ հիմա աշխարհում կան արդեն բազմաթիվ կանայք, որոնք իրենք հոգևոր տեսանկյունից բարձր աստիճանի հասած շատ լուրջ հոգևոր անձնավորություններ են, այդ ամեն ինչը ինքը հնարավոր է դարձել միայն այն պատճառով, որ այս պահին գործում է գերագույն Աստծո աստավորության ողորմածությունը։ Եթե մենք խոսում ենք այն մշակույթի մասին, որը ես ներկայացնում եմ ձեզ, ապա ուրեմն այդ տեսակետից շատ կարևոր ուրեմն խոսակցություն է այստեղ առաջ գալիս, դա նա է, որ Շիլա Պրաբհուպադը ինքը մեծ հեղափոխություն կատարեց ընդհանրապես այս մշակույթի մեջ, որովհետև Հնդկաստանում նույնպես կնոջ դիրքը ինքը նսեմացած վիճակում է աստվածամերժության դարաշրջանում, չէ, Պրաբհուպադը ինքը հեղափոխություն կատարեց այն տեսանկյունից, որ ձեռնադրումներ արեց կանանց, ոչ թե միայն ուղղակի հոգևոր կյանքի, այլև նույնիսկ բրահմանիկական ձեռնադրումներ, այսինքն ընդունելով, որ կինը մեր դարաշրջանում կարող է հոգևորի մեջ լինել անկախ, ինքնուրույն եւ լուրջ, հա, որտեղ բրահմանիկական կաստան դա ինտելեկտուալ կաստան է եւ Պրաբհուպադը ինքը ընդունեց, որ կանայք իրենք այս դարաշրջանում շատ դեպքերում չեն զիջում իրենց ինտելեկտուալ մակարդակով տղամարդկանց, իսկ ինչու ոչ կան նաև այնպիսի տղամարդիկ, որոնցից կանայք շատ ու շատ ավելի խելացի են։ Եվ ինքը հնարավորություն տվեց, որպեսզի կանայք իրենք սկսեն գործել հոգևոր դաշտում։ Եվ տեսեք, ասենք, չէ, եւ այսինքն այստեղ շատ կարեւոր է, որ ամեն անգամ մենք հանդիպում ենք այդ նկարագրությանը, որ նկարագրությունը անում է տղամարդը, որտեղ ասենք, եթե կինը ինքը խոսի նրա մասին, թե ինչքան նուրբ է գերագույն Աստծո աստվածության մարմինը, ինչքան գեղեցիկ են նրա մարմնի մասերը եւ այլն, կնոջը անպայման կմեղադրեն, որ ինքը խոսում է նյութական պայմանավորված վիճակից, որովհետև ինքը կին է եւ իր համար գերագույն Աստծո աստվածության կերպարը դա տղամարդու կերպար է, որը ինքը պատկերացնում է ըստ իր պատկերացումներին, թե որն է գեղեցիկ տղամարդը։ Իսկ այստեղ այդ ուրեմն նկարագրությունները անում են տղամարդիկ, ընդ որում լուրջ տղամարդիկ, որոնց մենք չենք կարող մեղադրել ոչ մի շեղումների մեջ։ Շատ լուրջ անձնավորություններ, որոնք ահռելի բարձր մակարդակի հոգևոր դիրք ունեն, չէ, կոնկրետ այս դեպքում մենք ձեզ հետ խոսում ենք Տեր Բրահմայի մասին, այսինքն երկրորդական արարչի մասին, եւ խոսում ենք Մայտրեյայի նման հեղինակության մասին արական քաղաքակրթության մեջ, չէ։ Ուրեմն, սիրելիներս, եւ այդ փաստը, չէ, որ իրենք այդպես մանրամասը սկսում են նկարագրել գերագույն Աստծո ազնվորության մարմինը, դա նշանակում է, որ հասկանում եք, ինքը մի այնպիսի գեղեցկությամբ պարուրված մարմին ունի, չէ, որ նույնիսկ տղամարդու մտածելակերպ ունեցողը նրա մարմնի ոչ մի մասից չի կարողանում իր հայացքը կտրի։ Հասկանում եք, եւ սա ինչ է նշանակում։ Տեսեք, օրինակ, պայմանավորված վիճակում, երբ որ կենդանիակը իրեն նույնացնում է նյութական մարմնի հետ, չէ, ապա մենք հստակ կարող ենք ասել, որ ինքը տղամարդը ինքը իրեն նսեմացած է զգում,
երբ որ տեսնում է իրանից ավելի ուժեղ տղամարդու, հա, իրեն չկայացած է զգում, երբ որ տեսնում է իրենից ավելի գեղեցիկ տղամարդու եւ այսինքն միանգամից աշխատում է նահանձը։ Այդպիսին է նյութական աշխարհում ապրող կենդանիակների հոգեբանությունը, չէ՞։ Ուրեմն այն հրճվանքը, որով նկարագրում են այդ տղամարդիկ, հոգևոր տղամարդիկ, Գերագույն Աստծո անձնավորության մարմնի ամեն մի մասնիկը, չէ՞, մենք պետք է հասկանանք, որ առաջին հերթին գործ ունենք անձնավորությունների հետ, որոնք նախանձից ազատ են, հա, եւ երկրորդ հերթին, որ այո, Գերագույն Աստծո անձնավորության մարմինը ինքը այնպիսի որակի մարմին է, որ ոչ մեկ չի կարող աչքը կտրի այդ գեղեցկությունից։ Անկախ նրանից ինքը տղամարդու մարմնում է, ինքը կանացի մարմնում է, մենք պետք է հասկանանք, որ ոչ մի նույնիսկ առաքինության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանիակը չի կարող տեսնել Աստծուն, մինչև ինքը չունենա հոգևոր տեսողություն։ Վերջ, հայտի այսպես էլի, սևը սպիտակ, այդտեղ ուրիշ ոչ մի բան լինել չի կարող, չէ՞։ Ուրեմն մենք տեսանք, որ Գերագույն Աստծո անձնավորության գեղեցկությունը ինքը նկարագրվում է որպես ամբողջական։ Ոչ թե ինչ-որ մի բանը մի քիչ էսպես է, մի քիչ էպես, իսկ ինչ-որ մի բանը շատ գեղեցիկ, այլ ինքը ամբողջական շատ այսպես բան մարմին ունի, չէ՞։ Նկարագրվեց, որ իր մարմնի մեջ ուրեմն պարունակվում են 3 աշխարհները, եւ սա ինքը խոսում է նրա մասին, որ այն ամենը, ինչ ընդհանրապես տեղի է ունենում նյութական աշխարհում, չէ՞, կարելի է ոնց ասեմ, ընկալել որպես Աստծո ներկայություն։ Հասկանում եք։ Եվ սա իհարկե ինքը կարելի է մի կողմից ասել, որ սա այսպես էլ ինչ որ գերբնական բան է, գերբնական տեսողության զարթոնք է, չէ՞, բայց եւ մյուս կողմից պիտի հասկանանք, որ շատ ինդիվիդուալ է այս տեսողությունը, չէ՞, եւ ուրեմն երբ որ անձնավորությունը ինքը այս մակարդակին է հասնում, ինչ մակարդակին որ հասավ Տեր Բրահման, չէ, ինքը այլևս ոչ մի, հասկանում եք, ոչ մի ապացույցների կարիք չունի։ Ինչ համար, որովհետև հիմա Տեր Բրահման ինքը ուղղակի այսպես տեսնում է, որ իր առաջ կանգնած է մի անձնավորություն, որը ինքը իր ամբողջ տեսքով, իր ամեն ինչով գեր բնական է։ Հաստատ հասկանում եք։ Հիմա ինչ խնդիրներ են լուծում այս տեքստը հոգու մաքրագործման տեսանկյունից։ Հոգու մաքրագործման տեսանկյունից այս տեքստը ինքը այն տեքստերից է, որը աշխատում է կենդանի էակի կապվածության հետ իմպերսոնալ բրահմանին որպես վերջնական բան, չէ, այսինքն ինչու՞մն է մալը։ Տեսեք, երբ որ նկարագրվում է իմպերսոնալ բրահմանը, այսինքն այդ լույսը, որը բաներ անում, չէ, առաջի հերթին մենք պետք է հիշենք, շատ կարևոր է, որ Բhagavatam-ը ինքը, եթե դուք հիշում եք, հենց առաջի տեքստերում ինքը ասեց, բացարձակը ընկալվում է առաջին հերթին որպես իմպերսոնալ լույս, երկրորդ հերթին որպես գերհոգի, որը նստած է բոլոր կենդանիակների սրտում եւ միայն վերջում ընկալվում է որպես Գերագույն Աստծո անձնավորություն, որը ունի իր մարմնավորումները, չէ՞։ Տեսեք ուրեմն, սա առաջին հերթին խոսում է նրա մասին, որ հոգևոր մարդը ինքը երբեք ոչ մի բaragայում չպետք է արհամարի ոչ բացարձակի իմպերսոնալ ասպեկտը, ոչ էլ բացարձակի գերհոգու ասպեկտը, այսինքն ոչ ինքը պիտի հերքի, որ իմպերսոնալ բրահման չկա, ոչ ինքը պետք է մտածի, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ամեն մի կենդանիակի սրտում չի, հա, կամ ասենք նյութական աշխարհի արարիչը չի, եւ այլն եւ այլն։
իրական գրագետ հասուն հոգևոր մարդը ինքը չի հերքում գերագույն Աստծո ազնվորության ոչ մի ասպեկտը։ Հենց որ ազնվորությունը ինքը մտնում է հերքողական տրամադրությունների մեջ, ինքը պետք է հասկանա, որ հենց այդ պահից ինքը դարձավ աղանդավոր։ Ինքը կամ դարձավ իմպերսոնալ բրահմանի աղանդավորը, կամ դարձավ գերհոգու աղանդավորը, կամ գերագույն Աստծո ազնվորության որևիցե մարմնավորման աղանդավորը։ Հասկանում եք, այսինքն ինքը դարձավ ճշմարտությունը սահմանափակող էակ։ Ինչպես մենք տեսնում ենք, Բhagavad-ը ինքը մեզ առաջարկում է այդ շատ լայն մտածելակերպ ունենալ, չէ՞ որ դերք ասեց, այո, բացարձակը ընկալվում է որպես իմպերսոնալ բրահման, որպես գերհոգի եւ որպես գերագույն Աստծո ազնվորություն։ Եվ այդ երեքն էլ բոլորը իրանք բացարձակն են։ Հասկանում եք, բայց հիմա այս տեքստերը, չէ՞, սրանք արդեն շատ պերսոնալ տեքստեր են։ Հիմա նայեք, երբ որ խոսքը գնում է իմպերսոնալ բրահմանի իրականացման մասին, չէ՞, խոսքը գնում է այսպես կոչված շանտի, այսինքն հանգստության մասին։ Երբ որ կենդանեակը ինքը իր հոգին հանում է այդ նյութական աշխարհի ատելությունների, թշնամանքի, կրքերի, չգիտեմ, էգոցենտրիկ երջանկության, եսի միջի այդ ամեն ինչի մեջից, չէ, որտեղ կենդանեակը ինքը մշտական բանից էլի այդ հավասարակշռությունից դուրս եկած էմոցիաների մեջ է, չէ, ինքը գալիս եւ հաստատվում է բացարձակ խաղաղության մեջ։ Ուրեմն իմպերսոնալ բրահմանի բանը իրականացումը ինքը կենդանեակին բերում է խաղաղություն եւ ուրիշ ոչինչ, խաղաղություն եւ կարող ենք ասել կյանքի բացակայություն։ Հասկանում եք, ուտեւ իմպերսոնալ բրահմանում ոչ մի բան չկա լույսից բացի։ Կենդանեակը ինքը շշմում, բժժում եւ այդ բժժած վիճակում բավականին երկար ժամանակ մնում է։ Ակտիվություն ցուցաբերելուց, նորից ակտիվություն ցուցաբերելուց առաջ, չէ՞։ Հիմա, երբ որ խոսքը գնում է գերհոգու մասին, չէ՞, խոսքը գնում է նրա մասին, որ կենդանեակը ինքը վերջապես բավարարում է իր բանիմացության բանը, ձգտումը, հա, որովհետև գերհոգին գիտի բոլորի մասին ամեն ինչ։ Եվ նրանք, ովքեր որ իրականացնում են գերհոգուն, իրանք իրականացնում են, իրանք այդպես միաձուլվում են գերագույն Աստծո ազնվորության գիտելիքի հետ եւ կարող են իմանալ ցանկացած բան, ինչ որ իրենք ուզում են։ Միաժամանակ կարող են զարգացնել շատ լուրջ գերբնական հզորություններ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Հիմա տեսեք, ուրեմն այստեղ էլ գալիս է դա, որ կենդանեակը ինքը, այսպես էլի, բավարարվում է ամենագիտությամբ եւ հզորությամբ։ Իսկ երբ որ խոսքը գնում է կենդանեակի եւ գերագույն Աստծո ազնվորության հանդիպման մասին, այդտեղ միշտ խոսքը գնում է կենդանեակի էմոցիոնալ բավարարման մասին։ Ինչու՞, որովհետեւ ինքը իր առաջ տեսնում է կատարյալ էակի։ Առաջին հերթին, որտեղ աչքերն են ընկալում, առաջին հերթին կատարյալ իր մարմնական տվյալներով։ Չէ՞, եւ նրա մարմնի կատարելությունը նոկդաուն է անում բոլոր այն ազնվորություններին, որոնք իրեն հանդիպում են։ Սա իրականում հոգեբանորեն շատ կարևոր տեքստ է, ինչու համար, որտեղ կենդանեակը ինքը բոլոր արտաքին օբյեկտներում ման է գալիս կատարելություն, ման է գալիս գեղեցկություն, ինչի համար, որպեսզի կարողանա դա կոպիտ ասած վայելի, երանություն ապրի այդ կոնտակտի մեջ, չէ՞։ Եվ գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ իր արտաքինը նկարագրվում է, ինքը հենց այդպիսի բանն է, հենց այդպիսի ուրեմն բան է, արտաքին ունի, արտաքինով է նկարագրվում, չէ՞։ Հաջորդ գաղափարը, որի հետ աշխատում է այս տեքստը, դա դա է, էլի որ բրահման ինքը սկզբից փորձեց
իրականացնի այդպիսի մտածելակերպ, որ ես ինքս կգնամ, ես ինքս կհասնեմ, ես ինքս կհասկանամ, հա, եւ իր համար, երբ որ ինքը խորասուզվեց իր մեջ, չէ, այնտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը հայտնաբերելը, կոպիտ ասած իր համար դա անակնկալ էր։ Հասկանում եք։ Եվ համել տեքստը ինքը աշխատում է դրա հետ, որ կոտրում է մեր այդ պատկերացումը, որ Գերագույն Աստծո անձնավորության մարմինը ընդհանրապես ինչ որ մի ընդհանրություն ունի, ինչ որ մի optionist ընդհանրություն, ճիշտ ասի, հա, որ նույն բանն է, էլի, հա, նյութական գեղեցկության պատկերացումների հետ ինքը ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Հասկանում եք։ Հաջորդը դա այն է, որ այստեղ տեքստերը իրանք այնպես են կառուցված, որ հեռանում է այդ իլյուզիան։ Հեռանում է այդ իլյուզիան, որ կենդանեակի եւ Աստծու միջև կա տարածություն։ Հասկանում եք, ինչու համար, որտեղ կենդանեակը հայտնաբերում է Գերագույն Աստծո անձնավորությունը իր սրտի մեջ։ Բրահման ինքը տեսավ Աստծո իր սրտի մեջ։ Հասկանում եք, որ այստեղ ինքը ինչ զգաց, որ միաժամանակ ես իր մեջ եմ, իսկ ինքը իմ մեջ։ Հա, եւ երբ որ հին ասացվածքը ասում է, այնինչ վերևում է, դա ներքևում է, այնինչ դրսում է, դա ներսում է, չէ՞։ Կարծում եմ, որ այդ ասացվածքը ինքը առաջի հերթին կապված է Աստծո հետ։ Հա, որ այն մենք գիտենք, որ Աստված ինքը մեզանից դուրս է, բայց ինքը նաև մեր մեջ է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այսա ինքը բացարձակապես այսպես ջնջում է տարածությունը։ Մենք գիտակցենք, չգիտակցենք, երբ որ մենք այդ տեքստերը կարդում ենք, որ այ անձնավորությունը իր սրտի մեջ տեսավ Աստծուն։ Դա անմիջապես հենց այդպես էլ ազդում է մեր վրա, որ մեր եւ Աստծու միջև տարածությունը ինքը վերացավ։ Հասկանում եք։ Հիմա բայց ինչպես միշտ մենք ձեզ հետ քննարկում ենք, որ այս տեքստերը իրենք միշտ այդպես էլի, ոնց որ երկակի են։ Եթե մենք գնում ենք հավատի ճանապարհով, այս տեքստը ինքը մի ազդեցություն է թողնում անձնավորության վրա։ Իսկ եթե մենք ենթագիտակցաբար, թե գիտակցաբար կասկածում ենք տեքստերը, չէ, այդ տեքստերը իրանք ուրիշ կերպ են, նույն տեքստը ինքը արդեն ուրիշ կերպ է ազդում մեր գիտակցության համար, չէ։ Եվ ասենք, նա որ ինքը ներքինից անվստահություն ունի, այսպիսի տեքստերը իր մոտ բան են անում, էլի, ավելի են գրգռում այն բանը, այն գիտակցումը, որ այս տեքստերը իրանք ֆանտազիա են, որ սա չի կարող իրականություն լինել։ Հասկանում եք, ինքը վստահության ճանապարհով գնացողը, ինքը մտածում է, որ այո, իհարկե, սովորական կենդանեակի համար սա ֆանտազիա է, որտեղ այսպիսի մակարդակին հասնել, որ անձնավորությունը ինքը հանդիպի Գերագույն Աստծո անձնավորությանը, դրա համար բավականին լուրջ հոգևոր մակարդակ է պետք, չէ՞։ Եվ այստեղ ուրեմն անձնավորությունը ինքը կակրաս հասկանում է, որ բան է, որ սա ինքը մի վիճակ է, որը կարող է լինել, բայց կարող է լինել միայն այն անձնավորության մոտ, որը անցավ այդ նույն պրակտիկան, որի մեջով անցավ Տեր Բրահմը։ Այսինքն տեքստը ինքը լուծում է երկու խնդիր։ Առաջինը դա նա է, որ Գերագույն Աստծո անձնավորությանը կարելի է հանդիպել։ 3 խնդիր։ Երկրորդը դա նա է, չէ, որ Գերագույն Աստծո անձնավորությանը կարելի է հանդիպել միայն ճգնությունների միջոցով։ Հասկանում եք, եւ երրորդը դա նա է, որ Գերագույն Աստծո անձնավորությանը կարելի է հանդիպել։ Եվ արիացիները իրենք դա այսպես համառորեն պնդում են։ Ինչ է դրա համար պետք։ Իր հետ հանդիպումը ինքը շաբլոն չի։
իր հետ հանդիպումը պահանջում է որոշակի որակավորում։ Հենց որ կենդանեակը ինքը ձեռք է բերում այդ որակավորումը, ինքը ունենում է գերագույն Աստծո անձնավորության հետ հանդիպում։ Հասկանում եք։ Մյուս կողմից, եթե տեքստը ինքը, այսինքն այդ է, էլի, որ եթե անձնավորությունը ինքը գնաց այդ առաջի ճանապարհով, չէ, ինքը համարում է իր մեջ միևնույն է, նստում է, որ այս տեքստը ինքը ֆանտազիա է։ Հասկանում եք։ Իսկ երբ որ ինքը գնում է մտածելու, այն նկատելու ճանապարհով, թե օրինակ Տեր Բրահման ինքը ինչ ճանապարհ անցավ, որ հանդիպեց Աստծուն, ուրեմն անձնավորությունը ինքը սկսում է հասկանալ։ Հասկանում եք, որ սա այն վիճակներն են, որոնց կարող են հասնել միայն հոգևոր տեսանկյունից շատ լուրջ եւ շատ հասուն հոգիները, չէ՞։ Հիմա, իսկ երբ որ նկարագրվում է իր արտաքինը, մենք կարող ենք ասենք, սա նյութական նկարագիր է։ Ինչու՞։ Որովհետեւ իր հագուստը, իր հատկապես զարդերը, չէ՞, իր մարմնի նկարագիրը ինքը համընկնում է նյութական աշխարհում գեղեցիկ անձնավորությանը, չէ՞, որը ինքը համել շքեղ տեսք ունի։ Տեսեք, ես ամենասկզբից մի քիչ առաջ այդ պաուզայից հետո ինչ ասեցի։ Ասեցի, որ երբ որ մենք Աստծուն պատկերացնում ենք հրաժարվածի շորերի մեջ, իրականում այդ դա է, որ ողորմելի պատկերացում է Աստծո մասին, չէ՞։ Այսինքն, ակնհայտ է, չէ՞, որ ամբողջ հարստությունը ոչ թե միայն նյութական, հոգևոր աշխարհում, նյութական աշխարհում, բոլոր աշխարհներում պատկանում է Աստծուն։ Սա ակնհայտ է, թե ոչ։ Եթե ակնհայտ է, ուրեմն ես իրավունք ունեմ այդպիսի հարց տամ։ Եթե ամբողջ հարստությունը պատկանում է Աստծուն, ինչու հնարավոր չի, որ ինքը օգտվի այդ հարստությունից։ Ինչու ինքը պիտի թույլ տա կենդանեակներին լինել զարդարված, իսկ ինքը ման գա հրաժարվածի շորերով։ Կարող եք բացատրել։ Եվ այդ գաղափարի մեջ ինձ գոնե մի հատ հոգևոր տառ ցույց տաք։ Եթե լուրջ մտածենք, կտեսնենք, որ չենք կարող։ Ու որ մեր պատկերացումները Աստծո մասին իրանք շատ խեղաթյուրված են։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, այո, եթե անձնավորությունը ինքը այդ նյութական տեսանկյունից է նայում այս տեքստին, երբ որ նկարագրվում է գերագույն Աստծո անձնավորության կամ Անտաշեշայի այդ քարերի, փայլը եւ այլն, մենք ընկալում ենք դա որպես նյութական երանգման վիճակ եւ չենք հասկանում, որ խոսքը չի գնում նյութական աշխարհի ոսկու կամ նյութական աշխարհի թանկարժեք քարերի մասին, հա։ Այն ամենը, ինչ որ կա Աստծո վրա, դրանք ունի բացարձակ հոգևոր բնություն։ Եվ մենք մի քանի անգամ քննարկել ենք, չէ՞, այդ գաղափարը, որ արիացիները իրանք ինչ են ասում, որ նյութական աշխարհը դա արտացոլանքն է հոգևոր աշխարհի, այսինքն կառուցվածքային տեսանկյունից ինքը բացարձակ նույնն է։ Կառուցվածքային տեսակը ո՞րն է, որ նույնպես կա բնություն, հա, կան մոլորակներ, կա տարածություն, այդ տարածության մեջ կան տարբեր կարգի մոլորակներ, այդ մոլորակների վրա կա բնություն, հա, այդ բնության մեջ կա բուսականություն, կան թանկարժեք քարեր, կան ամեն ինչը կա, եւ նյութական աշխարհը դա արտացոլանքի սկզբունքով է արված։ Այսինքն ոչ թե, բայց որովհետև մենք ապրում ենք նյութական աշխարհում, երբ որ մեզ նկարագրում են հոգևոր աշխարհը, մենք ասում ենք ինքը նման է նյութականին, ուղղակի հակառակը, նյութական աշխարհն է նման հոգևորին։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր գաղափար է ճիշտ տեքստերը ճիշտ ընկալելու համար, չէ՞։ Այսինքն այս տեքստերը, որը մենք կարդացինք այսօր, իրանք նկարագրում են անձնական հանդիպման փորձը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա ինքը ոչ ֆանտազիա է, ոչ հորինվածք է, այլ ինչպես տեսանք, արդյունք է երկարատև Բրահմայի 100 տարին դա ահավոր թիվ է, էլի մեր համեմատ, հա, ուրեմն երկարատև
ներքին ուրեմն աշխատանքի հետևանք է, ներքին հասունության հետևանք է, նվիրվածության հետևանք է եւ սիրո հետևանք է Աստծո հանդեպ։ Հասկանում եք։ Ուրեմն բան է անում, չէ՞, այս տեքստերը իրենք արդեն նկարագրեցին, որ Տեր Բրահման ինքը ավարտեց իր փնտրտուքները եւ գտավ նրան, ով իր քոքն է։ Հասկանում եք, այսինքն ինքը գտավ, ոչ թե հասկացավ ինչ-որ մի հատ գաղափար, հասկանում եք, չէ՞, այսինքն ինքը ոչ թե երևույթ գտավ, այլ ինքը գտավ անձնավորությունը, հասկանում եք, անձնավորությունը, որին կարելի է ծառայել, որին անհնար է չսիրել, եւ այդ հիմքն էր, որ ինքը իրականում հենց այդ պահին հիմք դրվեց, որպեսզի ինքը շատ բարձր մակարդակի արարիչ լինի, հասկանում եք, հա, եւ ուրեմն տեքստերը իրանք սրա մասին էին, չէ՞։ 26-րդ տեքստը ինքը հնչում է այսպես. Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մի թեթև բարձրացրեց իր լոտոսային ոտքերը, ցույց տալով ուրեմն դրանք Բրահմային, Գերագույն Աստծո անձնավորության ոտնաթաթերը, դրանք աղբյուրն են բոլոր տեսակի լավ բաների, հա, որը կարող է բերել այդ ոտնաթաթերին ծառայությունը եւ որոնք ազատ են, իր ոտնաթաթերը ազատ են նյութական աղտոտվածությունից։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տալիս է այդ բարօրությունը նրանց, ով երկրպագում է իրեն մաքուր նվիրվածությամբ։ Տրանսցենդենտալ փայլը, որը դուրս է գալիս իր եղունգների մեջից եւ ձեռքերի եւ ոտքերի, հիշեցնում է բացված լոտոսե ծաղիկը, հա։ Ուրեմն Տեր Բրահման ինքը 100 տարի շարունակ մեդիտացիա արեց եւ վերջապես արժանացավ ոչ թե ուղակի նրան, որ տեսնի Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բարձրացրեց իր ոտնաթաթերը, դա նշանակում է, որ ինքը ողորմածություն, ոչ թե ողորմա բոգասլավենիա, ոնց էր այլն, օրնանք, հա, ինքը օրնանք տվեց Տեր Բրահմային։ Երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդպես թեթև բարձրացրեց իր ոտնաթաթերը, չէ՞, ինքը իրականում Տեր Բրահմային ցույց տվեց, թե որն է կենդանի էակների ապաստարանը, թե որն է կենդանի էակների այդ նյութական աշխարհից դուրս գալու ճանապարհի վերջնական նպատակը։ Նրա ոտնաթաթերը ամեն տեղ նկարագրվում են արիացիների գրվածքներում որպես սիրո առանցք, հա, եւ որպես հոգու համար հենարան, հոգու համար ապաստարան, հա, դրա համար իրանք ասում են найти прибежище у стоп, հա, գտնել բան, որ ասեցի, գտնել ապաստարան նրա ոտքերի մոտ, հասկանում եք, եւ ուրեմն խոսացվեց նրա եղունգների փայլի մասին, եւ դա ինքը բան չի էլի, այսպես հորինվածք չի, ռեալ, իր բաները, իր եղունգներից, տակից փայլ է դուրս գալիս եւ ձեռքերի եւ ոտքերի, հա, նո, եւ ասվեց, որ այդ փայլը ինքը հիշեցնում է լոտոսի ծաղիկը ինքը միշտ նկարագրվում է այն ժամանակ, երբ խոսքը գնում է բացառիկ մաքրության մասին, հասկանում եք, բացառիկ մաքրության մասին, երբ որ խոսքը գնում է միայն այդ ժամանակ է, որ լոտոսի հետ բան է արվում, չէ, ուրեմն
Եվ որ ինքը բացացրեց իր թաթերը եւ ցույց տվեց իր ոտնաթաթերը Տեր Բրահմային, դա ուղակի այսպես էլի բան չէր էլի, ոնց ասեմ, ուղակի այսպես չունակ ժեստ չէր էլի, որը ընդհանրապես ոչ մի իմաստ չունի, չէ՞։ Մինչև այդ պահը Տեր Բրահման ինքը մաներ գալիս ճշմարտությունը, ինքը հարցադրումներ էր կատարում իր մեջ, ինքը պայքարում էր, որպեսզի այդ ճշմարտությունը կարողանա մանանի ընկալի, չէ՞, իսկ հիմա ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ ինքը հայտնվեց, ինքը դեռ ոչ մի բառեր չի ասում։ Հա? Ինքը ոչ մի բառ չասեց։ Ինքը ուղակի Տեր Բրահմային ցուցադրեց իր ոտնաթաթերը։ Եվ ինքը դրանով ասեց. ահա սա էր քո ճանապարհը, սա էր քո ապաստարանը, հա, սա էր այն տեղը, որտեղ դու պետք է ուղես քո սիրտը, ոչ թե գիտելիքի մեջ էր, ոչ թե հպարտության մեջ էր, ոչ թե կամքի ուժով ինչ-որ մի բանին հասնելու մեջ էր, հա, այլ իմ ոտնաթաթերի մեջ ապաստարան գտնելն էր, որտեղ կա սեր, որտեղ կա նվիրվածություն, որտեղ կա ծառայություն, եւ դրանում է կայանում տիեզերքի գաղտնիքը, որը Բրահման ինքը ուզում էր հասկանալ, չէ՞։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այս տեքստով այդ իր պահվածքով ցույց տվեց, որ ամեն ինչը չի, որ ծնվում է բանականությունից, ամեն մի հասկացողություն չի, այսպես ասենք էլի, ամեն մի հասկացողություն չի, որ ծնվում է բանականությունից, հա, այլ կան բաներ, որ կենդանիակները իրանք գիտակցում են կամ տեսնում են կամ հասկանում են, հա, որովհետև ոնց ասեմ, ну, այսպես եթե ասեմ, որովհետև ապաստարան են գտել Գերագույն Աստծո ազնվորության ոտնաթաթերի մեջ, չէ՞։ Եվ ամբողջ այս իրականությունը ինքը կապ ունի, անմիջապես կապված է Գերագույն Աստծո ազնվորության հետ, հասկանում եք։ Ուրեմն սա մի process է, որտեղ բանականության մարմնավորումը ինքը անցավ մի փորձ, որ վերջնական ճշմարտությունը ինքը ընկալվում է, շատ կոպիտ ասեմ էլի, ոչ թե որտեղ կենդանիակը ուղեղին զոռ է տալիս, հասկանում եք, այլ նվիրվածության հաշվին, այսինքն որ սիրտն է հեղինակությունը, այլ ոչ թե բանականությունը, հա, մինչև այդ պահը Տեր Բրահման ինքը բանականություն, հա, ինքը կամքի, բանականության, այդ ձգտումների, հասկանալու բաների սիմվոլն էր, հասկանում եք, իսկ երբ որ ինքը մտավ իր մեջ, ինքը այլևս այդ դրա վրա չէր, չէ, հենված, ինքը դարձավ աշակերտ, որին ցույց տվեցին ճանապարհը, եւ այդ ճանապարհը ինքը տանում էր դեպի Գերագույն Աստծո ազնվորության ոտնաթաթերը, այսինքն դեպի ողորմածությունը, հա, եւ սա նշանակում է, որ իր ներսում Տեր Բրահման ինքը ինչ process անցավ, որպես հոգևոր էակ, որպես անձնավորություն, որը ինքը կարողացավ հանդիպի Աստծուն, սա շատ կարևոր է, որ ինքը ոչ թե այդ ես կարող եմ հասնեմ ճիքերի միջոցով, հա, այ ես կարող եմ հասնեմ, այդպես Աստծուն կոպիտ ասած ոչ մեկ չի հասնում։ Ինչպես են հասնում Աստծուն։ Աստծուն հասնում են, երբ որ մտնում են աշակերտի տրամադրության մեջ։ Երբ որ հասկանում են, որ գիտելիքը զոռով չի, որ գիտելիքը պիտի տրվի նրանց կողմից, ովքեր որ այդ գիտելիքին տիրապետում են, հասկանում եք, իսկ այն նրանք, ովքեր որ գիտելիքին տիրապետում են, չէ, ու այդ աղբյուրների մասին մենք հետագայում մանրամասը կխոսանք, այսինքն այդ աշակերտ լինելու մշակույթի օրինակը մեզ տվեց Տեր Բրահմանը, հասկանում եք, հա, այսինքն ինքը նկարագրեց, որ իրական ուժը խոնարհության մեջ է,
Չգիտեմ էլի, հասկանում եք ինչ եմ ասում, որ խոնարհությունը ինքը թուլություն չի, ինչպես դա սովորաբար ընկալվում է մեր ժամանակներում, հա? Խոնարհությունը դա այդ սպասողական ռեժիմն է, որով կենդանի էակը սպասում է Գերագույն Աստծո անձնավորության ողորմածությանը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այդպիսի փորձ անցավ Տեր Բրահման եւ ինքը այդպիսի օրինակ ցույց տվեց։ Որպես սրտի մաքրագործման տեքստ, այս տեքստը ինքը մաքրում է ես եմ աղբյուրը գիտելիքի, այսինքն կեղծ եսն է շատ ուժեղ կոտրվում, հա, մաքրում է գիտելիքի հպարտությունից, որ կենդանիակը ինքը կարող է հպարտանալ գիտելիքով, որտեղ գիտելիքը ինքը ոչ թե զարգացնում է, այլ ստանում, հա, եւ ուրեմն մաքրագործում է այդ անձնական հոգեվոր պրակտիկայի մեջ, ոնց ասեմ, անձնական հաշվենկատության թեմայից։ Հասկանում եք, եւ այդ բանը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ցույց տվեց իր ոտնաթաթերը, չէ, այսինքն ինքը ցույց տվեց, որ ես քո սրտում եմ, ու քո սիրտը պիտի ապաստարան գտնի իմ ոտնաթաթերի մեջ։ Եվ սա, եթե պատկերավոր ասեմ, սա հոգևոր կապիտուլյացիա է, հա, որի մեջ եւ ծնվում է իրական ուժը, որովհետև երբ որ Բրահման ինքը հենված էր իր բանականության վրա, ինքը չգիտեր ինքը ինչ աներ։ Իսկ հիմա, երբ որ ինքը տեսավ Գերագույն Աստծո անձնավորությունը, 5 րոպե հետո ինքը կդառնա նյութական աշխարհի երկրորդական արարիչը։ Հասկանում եք, այսինքն անձնավորություն, որը ինքը կկարողանա լցնել նյութական աշխարհը կենդանի էակներով։ Հասկանում եք։ Ուրեմն այստեղ Տեր Բրահման ինքը ոչ միայն տեսավ Գերագույն Աստծո անձնավորությունը, այլ եւ ճանապարհ ստացավ։ Եվ կարելի է ասել, որ այդ հանդիպումը դա իր ինիցիացիա ձեռնադրումն էր, հա, եւ այդ Տեր Բրահման իրականում մենք հեսա հաջորդ տեքստերում կտեսնենք, որ ինքը մտավ այդ հոգեվիճակի մեջ, որ հիմա կամ ես եւ դու ցույց տվեցիր քեզ, հա, եւ ցույց տվեցիր, որ քո ոտնաթաթերի մոտ պիտի գտնեմ ապաստարան, ուրեմն ցույց կտաս ինչպես քեզ ծառայել, հա, եւ մենք կտեսնենք հաջորդ տեքստերում, թե ինչպես իրեն կպատասխանի ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը։ Իսկ այսքանը սիրելիներս կներեք, որ ամբողջ շաբաթվա ընթացքում դասախոսությունները մի քիչ անկանոն եղան, բայց ես Աստված վկա է, որ աշխատել եմ ինչքան հնարավոր է պահպանեմ ուրեմն լեկցիաների հոսքը, որպեսզի դուք չընդհատվեք ձեր հոգևոր կյանքում։ Stay tuned, մինչև երկուշաբթի։